Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր ուզում եմ խոսել մեր ծրագրերից մեկի մասին, որի վերաբերյալ շատ մեկնաբանություններ են հնչում եւ բացատրել, թե ինչու ենք մենք այդ ծրագիրը անում եւ ինչու ենք հենց այդպես անում։ Խոսքը կենսաթոշակներից եւ նպաստներից տրվող հետվճարների մասին է։ Ուրեմն, որպեսզի պատկերացնենք, թե ինչու ենք մենք այնուամենայնիվ կենսաթոշակները եւ նպաստները բարձրացնում հենց այդ եղանակով եւ թույլ տալիս քաղաքացիներին, որ իրենք բարձրացնեն իրենց թոշակները, ես ուզում եմ մի պարզ բանի մասին խոսել, որի մասին շատ խոսում ենք, բայց այնուամենայնիվ կարևոր է, որ մենք այտենց պատկերավոր դա տեսնենք։ Տեսեք, ուրեմն մենք բոլոր մեր ծախսերը պետական կատարում ենք պետական բյուջեից։ Բոլորը շատ լավ գիտեք։ Սա պետական բյուջեն է, գրում ենք բյուջե, պարզ է, չէ՞։ Բյուջեից կան հարյուրավոր, հազարավոր ծախսեր, պաշտպանության ծախսեր, առողջապահության ծախսեր, կրթության ծախսեր, ճանապարհներ եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ կա մեր բյուջեն, որը ի դեպ ամենամեծն է։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բյուջեն 993 միլիարդ դրամ 2026 թվականի համար, որի ճնշող մեծամասնությունը հենց կենսաթոշակներն ու նպաստներն են։ Հիմա ինչպես է գոյանում պետական բյուջեն։ Պետական բյուջեն գոյանում է մեր վճարած հարկերից։ Հարկեր, ճիշտ է։ Հարկերից, տուրքերից եւ այդպիսի վճարներից։ Հիմա հարկերը հիմնականում գոյանում են մեր տնտեսության, հիմնականում չէ, գոյանում են մեր տնտեսությունից, հա, տնտեսություն, խանութներ, ծառայությունների մատուցողներ, ծառայություններ եւ այդպես շարունակ։ Այսինքն, եթե այս մասը տեղի չունենա, հարգելի գործընկերներ, հարգելի սիրելի հայրենակիցներ, եթե մենք ստեղ չունենանք ոչինչ, մենք չենք ունենա բյուջե եւ չենք կարողանա կատարել այս ծախսերը, պարզա չէ, այսինքն ուրիշ տարբերակ պարզապես չկա։ Հիմա մենք ինչ ենք ասում։ Մենք ասում ենք, քանի որ մենք խնդիր ունենք պետական բյուջեն լցնելու, բառիս ուղիղ իմաստով, եւ դա պետք է հասկանալ դրական։ Լցնելը, պետական բյուջե լցնելը, դա դրական արտահայտություն է եւ ոչ թե բացասական, ինչպես հաճախ օգտագործում են։ Մենք պետք է հարկեր շատ վճարենք, պետական բյուջե, շատ, ավելի շատ, որտեվ եթե ամեն տարի մենք ավելի շատ հարկեր ենք վճարում պետական բյուջե եւ հետեւաբար կարողանում ենք կատարել ավելի շատ ծախսեր։ Բոլոր ծախսերը մեր մոտ աճում են։ Բոլոր ծախսերը, այդ թվում մեր 993 միլիարդն է աճը։ Հիմա մենք մեր քաղաքացիներին ասում ենք հարգելի գործընկերներ, քանի որ շատ տնտեսվարողներ, խանութներ, ծառայություններ մատուցողներ ստվերում են աշխատում, մեզ անհրաժեշտ է, որպեսզի մենք ստվերից հանենք տնտեսությունը, ստվերից հանենք մեր տնտեսությունը, որպեսզի որևէ մեկը չթաքցնի հարկեր։ Դրա համար անհրաժեշտ է, որ մենք առևտուր կատարենք հնարավորինս թափանցիկ եղանակով, իսկ այդ թափանցիկ եղանակը դա անկանխիկ եղանակն է։ Անկանխիկ խանութներում վճարեն քարտերով պլաստիկ եւ ոչ թե կանխիկ կամ դրամն է մեր մոտ, հա, դրամով։ Որպեսզի նրանք հնարավորություն չունենան թաքցնել հարկերը, չթաքցնել։ Եվ նաեւ դրա համար ենք արել այն 2% բանը, 2% հետ վճարը։ Այսինքն մենք ստեղ ունենք 20% կենսաթոշակներից եւ նպաստներից եւ եւս 2%։ Ամբողջ իմաստը պետական բյուջեն ձևավորելն է։ Եթե մենք սա չանենք, այս վարժությունը անդադար, մենք չենք կարողանալու այս հարցերը լուծել։ Եվ հետեւաբար ես ձեզ խնդրում եմ օգտվել հետվճարի համակարգից, այն ձեռնտու է թե ձեզ, թե բոլորիս, թե պետությանը, որովհետեւ առանց դրա պարզապես այս մեխանիզմը չի աշխատի, եթե մենք շատ հարկեր չվճարենք եւ այդ հարկերով շատ ծախսեր չանենք, այդ բոլոր ծախսերը, որ մենք իրականացնում ենք եւ դուք տեսնում եք։ Այնպես որ ձեզ լավ օր եմ ցանկանում, ես պարբերաբար կխոսեմ մեր այլ տարբեր ծրագրերի մասին, որպեսզի դուք լինեք տեղեկացված։ Շնորհակալություն։